Հաղորդավար Հրաչ Մուրադյանն այս շրջանում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կնոջ և դստեր մոտ։ Նրա կինը Անա Շեն ինստագրամյան իր story բաժնում ամուսնու մասնակցությամբ բավականին զավեշտալի կադրեր էր հրապարակել, որտեղ Հրաչը խնդրում էր իրեն այլևս չդիմել այն հարցով, թե ինչու փակվեց կիսաբաց լուսամուտներ նախագիծը։ Հաղորդավարի խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Հայ Հրաչ ջան։ Տարօրինակ չի որ ես ասեմ Հրաչ ջան։ Չէ, բացարձակ։ Տարօրինակ է ժողովուրդ որ ես ասեմ Հրաչ ջան։ Կարաս ասես ինձ աղուն։ Դե որ ես թերին լինեմ, դու էլ կարաս աղուն լինես։ Հետաքրքիր բան ենք նկարում։ Stay with us։ Մենք քայլում ենք Գլենդելի փողոցներով։ Ինչ կարծիք եք պարոն Մուրադյան Գլենդելի փողոցների մասին։ Եթե ինձ շատ հարցեր չտան, ինչի է կիսաբաց լուսամուտները փակվել, շատ լավ, շատ շնորհակալ եմ, որ մոտենում եք, ճանաչում եք, բայց խնդրում եմ կիսաբաց լուսամուտներից ավելորդ հարցեր մի տվեք։ Ինչքան պատասխան ունեի, արդեն ասել եմ։ Մերսի։ Կարող եք գնալ կարդալ, լիքը տեղերում գրել ենք դրա մասին։ Anyway, մենք Գլենդելի փողոցներում ենք։ Իմանա չտով ինչ ենք անում։ Սիրուն տղա է, չէ։ Ու մաս ես ասում։ Ինձ թվաց դեմինիտ մաս։ Մենք ավարտեցինք մեր գլենդելյան էքսկուրսիան։ Որտեղ եղել էինք վերջին անգամ ՄԹԱ 302 թվականին։ Չեմ հիշում երբ ենք եղել վերջական։ Հիշացնում եմ ես։ Հա։ Կհանդիպենք էլի։ Bye. We had fun. Արևներ ես։ Որ բաբա, արևը մի հատիկ է լինում, Ազիզ ջան։ Լինում են նաև կուտյուր արևներ, արևիկներ։ Okay, weird. Bye everyone. Խանդի տեսարաններ, պարսկական խանդի տեսարաններ։ Դիտեք այսօր հանրայինի եթերում։ Okay, bye. Ես ճանապարհին եմ, գնում եմ օդանավակայան, վարորդը, որը քիչ առաջ նկատեց, որ ես կտրուկ ոճային փոփոխությունների եմ ենթարկվել եւ 40-ում մի ամսից կդառնամ 41, դու այդ մասին մտածի, ինձ 41-ամյակից ինչն է վերես անում։ Ոճային կտրուկ փոփոխությունները, ապակու մեջ կարող եք տեսնել շատերի փորացավ դարձած թանկարժեք բաները, ինչ են ասում, ճամպրուկները, որ շատերիդ հանգիստ չի տալիս, հիմա ավելի մեծ բան եմ ձեզ ցույց տալիս։ Ունեմ, հագնում եմ, ուղղակի ձեր աչքից հեռու էի այդ անում, որ հանկարծ չնեղվեք այդ առիթով էլ։ Aeroport outfit ոնց է նա։ Airport outfit չեմ ասելու տենց, որովհետև հետո էլ ասել են անգլերեն accent-ը ֆլանը։ Airport outfit check. Airport. It is an English word. It's called airport. It is an English word. Մի խոսքով, կարևորը ձեզ թեմա տալն է, խնդալու, ուրախանալու, իմ համար շատ օքեյ է, որ դուք կարաք իմ արածը ու ձեր օրվա մի հատ մեծ մաս դարձնեք։ Ինչ վատ է, ես ապրում եմ, դուք խոսում եք։ Հա, մոռացանք, հիմա outfit, whatever it is, անգլերեն էլ եմ խոսում։ Airport outfit check, aeroport outfit check։ Հա, բայց ես նստած outfit check ոնց անեմ հիմա։ Հա, բայց ես իսկական նստած outfit check ոնց անեմ։ Անուշ ոնց ես ասում, որ ոնց նկարեմ, որ սիրուն եմ։ Ինձ դերի մեկ է։ Նայ, ահա, լավ, սենց լավ։ Բոլոր կողմերից սիրուն է։ Ասաց կինս։ Օ՜։ Ուզածի թաստա։ Գազանի։ Արա, նոր հասկացա, որ այդ փորացավը քոնն էլ է։ Դու խնդիր ունես, չէ՞, որ ես իմ ընկերուհիների հետ շփվում եմ նախքին։ Այո։ Հա, բայց իրանք կարան քեզ այդ Լիլիթ երկի բանենք։ Չգիտեմ դուք ինչ եք, բայց ես ոչ մի բան եմ Լիլիթ Հովհաննիսյանի երգի։ Չնայած Լիլիթին շատ սիրում եմ, Վահրամին էլ հետը։
Մի խոսքով ցույց եմ տալի ու մոռանում եմ ցույց տամ ձեզ կալոշներս։ Կալոշ։ Կալոշ, այո, սրանց կալոշներ կանվանեն իրանք։ Կասեն էդ ինչա։ Ես էլ կասեմ ոտնամաններ։ Իսկ հիմա կարևոր ինֆորմացիա։ Ես գնում եմ Երևան նկարահանումների։ Լեգենդների համաձայն կիսաբաց լուսամուտները փակել են։ Այսօր ես այդ առթով ձեզ նկար եմ դրել, թե երեք ենք դրել այդ նկարը։ Մի խոսքով, վերջին նկարը դրա մասին է, որ որևէ բան իմ կյանքում հանգամանքներով պայմանավորված չի, ու դա միայն իմ որոշումների արդյունքն է, սա էլ եւս 14 տարի ես եմ որոշել, որ կիսաբաց լուսամուտները լինելու է, ես նկատի ունեմ ես ու թիմը, ով իմ հետ արել է այդ աշխատանքը։ Ու ես ու թիմը հիմա որոշել ենք, որ բաց թեման շարունակվելու է, ու ես մեկնում եմ բաց թեմայի նկարահանման աշխատանքներին։ Հուսով եմ ոմանց դա ուրախացնում է, եւ իհարկե հուսով եմ, որ շատերը այդ առիթով տխրել են կամ կտխրեն։ Այսպես պետք է լինի, ինքնուրույն կինը, բերի, ամուսնուն այսպես ճանապարհի։ Բարորդ եմ նորմալ բան, սպասարկեմ, չսպասարկեմ։ Դու փխրուն կին ես հայեցի հանաշ։ Գազանիկ ես կյանքս։ Յուրակ Տեսակ չպատասխանեցի։ I love you too. Bye. Նշենք, որ օրեր առաջ էլ զույգի դուստրը Միան նշում էր ծննդյան տարեդարձը եւ ծնողները ցույց էին տվել, թե ինչ գեղեցիկ անակնկալ են մատուցել իրենց դստերը։ Հատով գնում ենք մեզ։ Yeah. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Mia. Happy birthday to you. Why did you get so emotional? Pachank candy. Oh my God, look! Thank you so much. You guys are amazing. Pachank Mimi momere. You guys are amazing. Pachank Mimi momere. Mimi bingo. Bingo. Bluey. She's gonna blow her candle till we let her focus. Let her focus. Ready? Ready. Let's do it together. 3, 2, 1, blow. Oh, what happened, Momo? Okay, all together. 3, 2, 1. Blow. Come here. Այդ չի անհնար է այս երեխու հետ, ասում եմ, սկսում եմ նկարելը, միասնց ասում եմ, սպասի ձեռիս պլաստիջներն եմ, բանդեիջներն եմ ուղում, բարև ձեզ ժողովուրդ ջան, նայեք ինձ սիրուն անաշ այսօր, կուկու, ուտեմ վրուտը, ես չգիտեմ սիրուն եմ թե չէ, բայց գնում ենք մի ծնունդին, միմին այսօր որոշել է, որ ինքն է ինձ ոտից գլուխ հագցնելու, ինքն է ընտրել, թե ես ինչ եմ հագնելու։ Շնորհակալ եմ Միմի ջան։ Հի։ Թողելու ես քեզ նկարեմ, թե չէ։ Կարամ։ Մի հատ։ Գնում ենք այսօր նշելու։ Տարեկանը նշելու։ Միմի չեմ հավատում, որ 3 տարին անցել է։ Չեմ հավատում այդ ծնունդի օրը ընդհանրապես։ Մի խոսքով, այսօր մեզ լավ օր է սպասվում։ Ժողովուրդ, այս մեքենայի մասին է խոսքը, նայեք կողքը որ գրած է Amazon Prime։ Միան նոր տեսնում է այդ մեքենան ու ինձ մեզ ասում է բանա, իմ անունն է վրան գրած, որտեղ մեջը M ու I տառերը կա, կարծես իր անունն է։ Ու այդ պատմությունն եմ պատմում, եկել անաշը սենց ասում։ Ինչ անհետաքրքիր պատմություններ ես
պատմում։ Անհետաքրքիր էր, որովհետև այդ պահին մեր համար էր խնդալու, հետո որ պատմում ես, էլ այտենց չի։ Կներեք, որ ձեզ անհետաքրքիր պատմություններ եմ պատմում, եթե ձեր հետաքրքիր է, ասեք, եթե չէ, Անաշը ուրեմն ճիշտ է։ Ես անհետաքրքիր եմ։ Իմ պատմությունների հետ միասին։